լավ եք։ Բայց ինչ էր թվում, թե Գեղամասարի մանկապարտեզը ճանապարհի վերևի հատվածում է։ Այս մանկապարտեզը գյուղամեջում չեմ, եկ ժողովրդին հանդիպեի եւ խոստացե որ կառուցեն։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ։ 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 Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, երեխեք լավ եք, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, ես ինչ ասեն? Կարված, մենք հիմա սրա բանը մրցույթը հայտարարեցա ինչ? Այս մոտեցնող, ընդերից Մանկապարտեզը ավելի շուտ են ավարտել, քան Հա, բայց նախատեսված է եղի սկզբանե ճանապարհը։ Ճանապարհը հանդերից մինչև ստեղ։ էլի նույն տրամաբանության մոտեցնող մանկապարտեզ մոտեցնող Երեխեք բարև ձեզ։ Այսինքն նոր աշխատելու, բացումնաբարձու իմաստով։ Իսկ ինչ վիճակում է։ Չի աշխատել։ Subvenționările carnavalului, da?
Ճանապարհի միջազգային օրն էլ լավ նշեցինք, արդեն մի քանի տեղ։ Ապրեք երեխեք, շատ ապրեք։ Հիմա խնդրեմ Դե մտեք, առաջինը դուք մտեք մանկապարտեզ։ Գնացեք։ Երբանից կսկսի աշխատել, ռեալ։ Այսօրվանից կաշխատի, քանի երեխա կա մանկապարտեզ։ Իսկ կարողությունը ինչքանից։ Շատ լավ է, շատ լավ է։ Դες մանկապարտեզի փաստորեն վերակառուցման, այս մի հատվածը նոր են կառուցել, զրոյից են կառուցել։ Դե պատմություն ունի, արձակուրդի ժամանակ տենց շրջում է Սևանի շուրջը, ու գյուղամիջում մարդիկ կանգնած էին, կանգնեցի մի քիչ շփվեցի, եւ ասացի ինչ կա չկա, իրանք ասացին մանկապարտեզի հարց ունենք, ասացի կանենք, բայց դե ուրիշ պատմություն էլ կա, դե մարդիկ նստած էին այդտեղ, ինչ կա, տեսա բլոտ են խաղում, տենց մաշած կարտերով բան, խնդրեցի ասացի լավ, այս մարդկանց համար բան բերեք, խաղ կարտեր, թող նոր կարտով էլի խաղան, հետո ասացի դե ինչ եք անում եւ այլն, դե խոսացինք բան մարդկանց ասացի մի բան հյուրասիրեմ, ասացի մի հատ գար բերեք, մի քանի շիշել օղի տենց, ասացի դե կանուշ կանեք, ես ժամանակ չունեմ գնամ, հետո ականջովս հասա, որ գյուղի կանայք բողոքել են, ասել են վարչապետ եկել է մեր ամուսիններին խմցրել է, չգիտեմ հետո ինչ են արել մեր հարգելի ամուսինները, բայց դե Տնես որ ես մանկապարտեզը հիշարժան տեղ է, այդ դրա արդյունքում, բայց կանայք թող մխիթարվեն նրանով, որ դրա արդյունքում մանկապարտեզը եղավ։ Ինչքան է, ընդ որում սուբվենցիա չի, ամբողջը 100%-ով կառավարությունն է ֆինանսավորել, ու ձեզ ասեմ լավ է ստացվել ոնց որ։ Եվ ինչքան հասկացա ճանապարհն էլ պլանի մեջ է, այսինքն էս էլ է այն դեպքը, որ ժամկետից շուտ են ավարտել, լավ է, մեր շինարարները սկսել են ժամկետից շուտ ավարտել, մենք տենց սովորենք, որ ժամկետից մի տարի ու կես, հիմա ամիսներ։ Ինքին մրցույթը բացը բան վարչապետ, արդեն շինարար կունենամ ճանապարհը մասը։ Շատ լավ է։ Դեստեղ շոկ չի լինում, չէ, գործնականում։ Հա, լավն է մանկապարտեզ, անունդ ինչ է։ Ինչ։ Ապրես Անի ջան։ Լավն է մանկապարտեզը, գալու ես դու։ Երբանից, այսօրվանից արդեն։ Քույրիկ ապերիկ ունես։ Իրանք էլ են գալու, թե մեծ են։ Դպրոց են գնում։ Ուզում ես բացենք սա։ Հա, ուզում ես բացենք, ով է գալու, ուջուր քույրիկը գալու, յա, տեսարին, վայ, հիմա կարաս, իհարկե ես տեղ մի բան ընեն չարի, թե տենց էլ պետք է ալներ, Հա, չէ, ինձ թված կոտրել է, բայց չի կոտրել։ Դե նստի խաղը։ Մի րոպե, փաստորեն 2 խումբ, թե 3 խումբ։ Տիկին տնօրեն 2 խումբ ենք, թե 3 խումբ։ 2 խումբ։ Շատ լավ ա եղել, ասեմ ձեզ։
Շատ լավ ա եղել։ Համաձայն չեք, որ լավ ա եղել։ Չէ, դրա համար չեմ ասում։ Լավ ա եղել, էլի լավ ա ստացվել։ Կարևոր ա։ Բայց նախկինում մանկապարտեզ կար գյուղում։ Սա, չէ, Գործող 94 թվականից այս կողմ չի եղել։ Այսինքն 94 թվականից այս կողմ գյուղում մանկապարտեզ չի եղել։ Հիմա այս մանկապարտեզի խնդրեմ այդքան սուր խնդրեմ է եղել հանրապետությունում։ Հիմա բայց փաստորեն մեծ մասամբ լուծել ենք, որովհետև հաջորդ փուլի մեր պատկերացումն է նա, որ եւս 100 մանկապարտեզ, լավ պլյուս եւս 100 թող լինի, չնայած ոնց որ թե չի։ Այսինքն գործնականում առնվազն հարցի սրությունը կոտրել ենք։ Այլևս հիմա մանկապարտեզների հարցում 500 վստահ ենք, որ 500 մանկապարտեզը մեր սահմանած ժամ 26 թվի արդյունքներով կունենանք, եւ դա նշանակում է, որ սրությունը հարցի հանրապետությունում կոտրել ենք, սա նշանակում է, որ տասնյակ հազարավոր երիտասարդ մայրիկների մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրանք մտածեն աշխատելու փոքր բիզնեսի մասին, վերջ իրանց զբաղվածության մասին, ինչը նաև լուրջ տնտեսական բան է, գործոն։ Մանկապարտեզում էլ այստեղ մարդիկ աշխատում են հենց գյուղից։ Դե բնականաբար, այո։ Բնականաբար։ Ու շատ լավ է, ով էլ արելա շատ ճաշակով է ստացվել, չգիտեմ ով արել։ Հա? Շատ լավ է, ուրեմն արդեն լավ աշխատակազմ ունենք, ինչը հաջողության գրավական է։ Այս մի կորպուսը նորից զրոյից ենք կառուցել, բայց այս շենքը այն ժամանակներում մանկապարտեզ է եղել, թե այս հացով, այսինքն 94 մինչև 94 թիվը մանկապարտեզ, որ շատ լավ է։ Շատ լավ է, հոյակապ է։ Այն ինչպես ասում են բանա, չէ, ճակերտավոր հեռավոր գյուղ։ Գյուղը սենց եմ մոտեցնում, գյուղը սենց մանկապարտեզ ունեցող գյուղը չի կարա այլևս լինի հեռավոր, որտեղ երբ որ հեռավոր ասում են, այդ աշխարհագրական նշանակություն չի կամ աշխարհագրական դիստանցիան ոնց կրճատես, եթե մանկապարտեզը կա, դպրոցը կա, ճանապարհը կա, ինչպես ասացի, հետագան ներդրումներ աշխատած, ինչով է հեռավոր։ 20 հոգի գյուղից արդեն աշխատում են այս մանկապարտեզում, հենց այս գյուղում։ 20 հոգի։ Այո։ 20 հոգի։ Այո։ Հոյակապ է։ Հաստեղ ավելացրած կորպուսում մենք ապաստար անել ենք փաստորեն ավելացրել, որը հիմա կծառայի ինչան ներս հա պես էլ է տարածք, որը կարա օգտագործվի իհարկե։ Գնանք նայենք։ Ալեն, ոնց խոստացել էինք։ Խնդրանք ունենք, պարոն Վարչապետ։ Բարև, բարև եղբայր։ Պարոն Փաշինյան, Աջան, մի շատ մեր համար ծնողների բարդ խնդրանք։ ասեք։ Գիտենք, որ ձեր մոտ անհնարին արդեն դարձել եք հնարավոր։ Սա 5-6 հազարից ավել ծնողի խնդրանք։ Ասեք, միանգամից Մեր ասեք։ զինվորների վերաբերյալ ցավը տանեմ, խնդրում եմ։ Այս ծառայության կրճատումը խնդրում եմ։ Եղբայր չի լինի այդ հարցը լուծել, հասկանում եք։ Եղբայր չի լինի դա լուծել։ Կարելի է մի բան ասեմ։ Ինչ որ խնդրում ենք կազմ ձևավորել, մեր ծնողներին չհանտեսել մի հատ մենք էլ հասկանանք։ Եղբայր, պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տվել, չենք կարա, այդ հարցը լուծում չունի, չենք կարա ծառայության պլան կա, էլի։ Հետո գիտեք ինչ, այդ բանը հասկանում ենք, հարգում ենք, խոնարհվում ենք, ոչ մի խնդիր, բայց այդ հարցը չենք կարա լուծենք մենք։ Դա նշանակում է բան անենք, բանակի ֆունկցիոնալությունը ջարդենք, չենք կարա լուծել։ Ինչքան է մնացել ծառայությունից։
25 թվի զորակոչվածներ են երեխեքը։ Ինչքան է մնացել։ Մի տարի դեռ կան։ Ահա թող հանգիստ ծառայեն հետ կամ պետք չի այդ հարցի շուտ։ Պարոն Բաշյան, սա ամեն դեպքում խտրականություն է ձևավորվում ոնց որ։ Ուղղակի խնդրում ենք։ Եղբայր, գիտեք որ դա անհնարին չի։ Անհնարին է, չի լինի։ Լավ, եթե հնարավոր չի։ Տասնյակ տեսեք, դուք տասնյակ նամակներ եք գրել, հարյուրավոր նամակներ եք գրել։ Այդ հարյուրավոր պատասխան հիմնով։ Ես չեմ կարող 100-ին բոլորին պատասխան, մի հոգու պատասխանել եմ, որ այդ հարցը ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ, գլխարկս հանում եմ, բայց այդ հարցը լուծում չունի։ Ես ուղղակի այդ հարցի լուծման մի խնդրանք, եթե հնարավոր է, կարելի է։ Մի խնդրանք, ուղղակի մենք այդ 5-6 հազար ծնողների մեջ ունենք մակարդակով մարդիկ, որ կարանք, որ կարա ընդունվի ու իրանց հետ հաշվինս գոնե մի բացառ ինչ որ մի ձև հասկանանք, որ իրական եթե դա չի տեղավ։ Մենք ամեն դեպքում պարոն Փաշինյան կան մարդիկ, որ ամեն հաշվարկը կարող են տիրապետում են, մենք էլ ենք հասկանում։ Այդ հաշվարկը պաշտպանության նախարարությունից լավ ոչ մեկ չի տիրապետում։ Հիմա ես ձեզ ուղիղ ասեմ, ասենք հանդիպում կազմակերպենք, բայց արդյունքում եթե չի լուծվելու հարցը, գալու եք ասելու եք, եկան խոսացին, բան չարեցին։ Ես իմ փորձը կա, տենց փորձ լնում, ասում են նամակ են գրել, չեմ պատասխանում, էլի եմ ասում, ես 1-2 նամակի ուղիղ գրել եմ, հարգելի ծնող, ամենայն խոնարհումով, չի լուծում չունի այդ հարցը, պատասխանել եմ, բայց ես բոլորին հատ չեմ կարող պատասխանել։ Հիմա էլի եմ ասում, գոնե ինչ որ լավ, ինչ որ մի մոտեցում հնարավոր չէ։ Երեխեքը տղերքը թող հանգիստ այս խաղաղ պայմաններում ծառայեն հետ, ինչ եք լարում ստեղծում, ինչ եք խնդրեմ ստեղծում։ Ես ձեզ ուղիղ ասեմ, ինքն էլ ընտրությունների բերանա, մենք կուզենայինք այդ հարցը լուծեինք, որ ասեինք վայ մի հատ, բայց չունի այդ հարցը լուծում, եղբայր, չունի այդ հարցը լուծում։ Ասում եմ հիմա եթե ուրիշ ժամանակ մտածենք, որ մենք անտարբեր ենք տենց բան, ընտրությունների շեմա, չէ։ Եթե հարցը լուծում ունենար, մենք կլուծեինք մի հատ էլ։ Չենք հաշվի ընտրության շեմա, մենք գիտենք որ չէ, ասում եմ, եթե միջամտության հարց չի, ես նամակները կարդացել եմ, գիտեմ, որ հավաքվել է կառավարության դեմը, գիտեմ, բայց պաշտպանության նախարարի հետ քննարկել եմ, այս կողմից եմ քննարկեն, կողմից էլ խնդիրա, պրոբլեմ, մենք չենք կարող ամեն ինչ sense բացահայտ ասենք։ Բանակա վերջին քննարկություններ ունի, գաղտնիքներ ունի, մենք չենք կարող ամեն ինչը sense բաց փռենք, ասենք, տեսեք, էս sense է, բայց խնդիր կա։ Հիմա խաղաղության պայմաններում հանգիստ նորմալ ծառայում են, լարում պետք չի։ Լարում հարցը ոչ թե ծառայություն։ Եղբայրս, ձեր ազգանունը ի՞նչ է։ Պետրոսյան ազգանունը։ Պարոն Պետրոսյան, ներողություն եմ խնդրում, այս պահին չունեմ ես լուծում այդ հարցի։ Ներողություն եմ խնդրում, բոլորիդ հետ ներողություն եմ խնդրում, բայց էլի եմ ասում, էլի, ասենք այդ խնդրեմը միշտ կա։ Հիմա ենթադրենք ուղղակի էս մի փուլի վրա իրականում խտրականություն է, որ սա կարելի է նայել երեխեքին հավասար։ Պարոն Փաշինյան, սենց հաշվի առնենք։ Եղբայր, ես ձեզ ասեմ, ոչ, ես ձեզ ասեմ, ինչ ենք մենք 2021 թվի նախընտրական խոստում ա եղել, որ ծառայության ժամկետը պետքա կրճատենք։ Ինչ ենք կրճատել 2026 թվականի հունվարի 1-ից, որովհետև այս ժամանակա, որ պաշտպան հայրենիաց ծրագրով արդեն մենք այնքան զորակոչիկներ ունենք, այնքան պայմանագրայիններ ունենք պաշտպան հայրենիացով, որ պահին մենք կարեցել ենք անենք, մենք դա արել ենք։ Մենք ի վերջո 21 թվին դա խոստացել ենք եւ կատարել ենք։ Եվ էլի եմ ասում, միշտ էլ հասկանում եք ցանկացած որոշում աշխարհում չկան սահման որոշում։ Միշտ էլ ինչ որ մի որոշում գալիս է, մի ինչ որ մեկից եւ մարդկանց խմբից մի միլիմետր էս կողմ կանգնում է։ Ցանկացած որոշում կլինի դա սահմանամերձ գյուղերի ծրագիր, կլինի 16 միլիոնի ծրագիր, կլինի թոշակ, կլինի աշխատավարձ, կլինի առողջության, այսինքն միշտ գալիս է ինչ որ միտեղ կանգնում է։ Այդ տրամաբանությամբ գնանք չենք որոշում ներկայացնի։ Ես այդ բանը խնդրում եմ մի քիչ ըմբռնումով մոտեցեք։ Ասենք հա տասնյակ տարիներով, ասենք գյուղում մանկապարտեզ չի կառուցվում, փողոց չի նորոգվում, ճանապարհ չի սարքվում, մարդիկ արդեն համակերպված։ Այս գյուղում մի գործ անում ես, կողքի գյուղի ժողովուրդը ասում է, ինչի նրանցը սարքեցիք, մեր չսարքեցիք։ Այս խտրականություն։ Այստեղ պարոն Փաշինյան, ոչ թե մենք համեմատում ներողություն էլի ավարտել։ Մենք չենք ասում խիպետի նրանք ծառայեն։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես ներողություն եմ։ Ընդունենք, բայց ես նույն բանն եմ ասել։ Եթե ընդունենք, մենք կհասկանանք։ Նույն բանն եմ ասել։ Եկեք մենք ինչ հաշվարկ ունենք, ինչ ենք ուզում առաջարկենք, պարոն Փաշինյան։ Ժողովուրդ լարում մի ստեղծեք, թողեք այդ տղեկը հանգիստ ծառայեն։
թողեք հանգիստ ծառայեն։ Էսա լարում, այսինքն ինչի է հասկանում եք ծառայության մեջ գտնվող մարդիկ են։ Թողեք հանգիստ ծառայեն, անդադ զանգում խոսում եք, ասում եք, էսա գնալու ենք ծառայության ժամ, այդ զինվորները արդեն ներվերի վրա են, նյարդերի վրա են։ Դուք հասկանում եք դա ինչ հետևանքներ կարա բերի։ Այսինքն մարդը որ սպասում, հա? Սա զինվորի խնդրանք, սա ծնողների կողմից։ Չէ, բայց զինվորները գիտեն, չէ որ sense խոսակցություն է գնում։ Հաստատ զանգում են, դուք էլ ասում եք, հա, էսա մենք գնալու ենք, էս մեկը էս ասեց, այն մեկը այդ զինվորների հազարավոր զինվորների նյարդի վրա եք դնում։ Դա կարա հետևանքներ ունենա, պետք չի նյարդի վրա դնել։ Ես էլ եմ ասում, եթե այդ հարցը լուծվողը լինի, մենք ենք շահագրգիռ առաջի անգամ։ Ես ձեզ խոստանում եմ, որ մի հատ էլ նախարարին կկանչեմ, եթե հնարավոր լինի, դուք չեք այդ երեխեքի այդ զինվորների ծնողը, մենք ենք այդ զինվորները, որպես ծնող մի հատ էլ կնայենք այդ հարցը։ Եթե որևէ տարբերակ կա լուծելու, կլուծենք։ Մեր խնդրանքը դա շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, գնացինք, շնորհավոր մանկապահ։ Քարտես։ Հանգիստ, տիկին, պետք չի։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Պատասխանեք էլ այդ նամակին։ Մի հատ էլ ինձ տվեք։ Մի հատ էլ տվեք, շնորհակալ ենք։ Բայց մենք ծրագիր ունենք, պետք է գնանք, էլի կներեք։ Շնորհակալություն մի հայտնեք, ես եմ ձեզ շնորհակալ։ Եղբայր, այս պայմաններում չի լինի։ Լավ է։ Ես շատ շնորհակալ եմ քեզանից։ Արտելիզի 30 Ժողովուրդ ջան, չէ պետք չի շնորհակալություն ասել։ Ես շնորհակալության կարիք չունեմ։ Դուք կարևորը լավ զգաք ձեզ։ Դա արդեն լավ շնորհակալություն է ինձ համար։ Համայնքի ղեկավարը ուրա։ Էլ չունենք, չէ՞ Վարդեն։ Գնացինք։ Էլու մենք հրաժեշտ տալի։ Տիկին տնորեն, հաջողություններ եմ մաղթում։ Լավ է։